Պողոս առաքյալի նամակը Փիլիմոնին։ Փիլիմոնին առաջին գլուխ։ Պողոսը Հիսուս Քրիստոսի բանտարկյալը և Տիմոթեոս եղբայրը Փիլիմոնին, մեր սիրելիին և գործակցին, նաև քույր Ապփիային, մեր զինակից Արքիպոսին և քո տանը հավաքվող եկեղեցուն։ Շնորհ ձեզ և խաղաղություն մեր Հայր Աստծուց և Տեր Հիսուս Քրիստոսից։ Շարունակ գոհություն եմ հայտնում իմ Աստծուն, աղոթքներիս մեջ հիշելով քեզ, երբ լսում եմ քո հավատի ու սիրո մասին, որ ունես Տեր Հիսուսի և բոլոր սրբերի հանդեպ, որպեսզի քո մասնակցությունը հավատին արգասաբեր դառնա այն բոլոր բարիքների ճանաչման համար, որոնք առկա են ձեր մեջ Քրիստոս Հիսուսով։ Քո սերն ինձ համար մեծ ուրախության ու մխիթարության առիթ դարձավ, որովհետև քո շնորհիվ սրբերի սրտերը հանգստացել են, եղբայր։ Դրա համար էլ, թեև Քրիստոսով լիարժեք իրավունք ունեմ հրամայելու քեզ այն, ինչ պատշաճ է, որ անես, բայց հանուն սիրո նախընտրում եմ աղաչել, լինելով այսպիսին, ինչպիսին եմ։ Ես, Պողոսս, ծերացած, այժմ առավել ևս Հիսուս Քրիստոսի բանտարկյալս։ Աղաչում եմ քեզ իմ որդու Օնեսիմոսի համար, որի հոգևոր հայրը եղա իմ կապանքների մեջ։ Նա մի ժամանակ անօգուտ էր քեզ, բայց հիմա օգտակար է թե քեզ և թե ինձ։ Նրան ուղարկեցի քեզ մոտ, դու ընդունիր նրան որպես իմ հարազատ զավակի։ Նրան ուզում էի ինձ մոտ պահել, որպեսզի քո փոխարեն ծառայեր ինձ կապանքներիս մեջ, որ կրում եմ ավետարանի համար։ Բայց առանց քո համաձայնության ոչինչ չուզեցի անել, որպեսզի բարի գործդ ոչ թե հարկադրանքով լինի, այլ հոժարակամ։ Եվ թերևս այն բանի համար նա միառժամանակ հեռացավ, որպեսզի ընդմիշտ ունենաս նրան, այլևս ոչ որպես ստրուկի, այլ ստրուկից շատ ավելի վեր, որպես սիրելի եղբոր։ Եթե ինձ սիրելի է, որքան առավել քեզ, թե իբրև մարդ և թե իբրև եղբայր Տիրոջով։ Եթե ինձ քեզ ընկեր ես համարում, ընդունիր նրան, ինչպես ինձ կընդունեիր։ Եվ եթե որևէ անիրավություն է գործել քո դեմ կամ պարտապան է քեզ, իմ հաշվին անցկացրու։ Ես, Պողոսս, իմ ձեռքով գրեցի։ Ես կհատուցեմ, որպեսզի չասեմ քեզ, թե դու էլ ինքդ քեզ ես պարտական ինձ։ Այո, եղբայր, կուզեի, որ ինձ օգտակար լինեիր Տիրոջով։ Սիրտս հանգստացրու Քրիստոսով։ Քո հնազանդությանը վստահելով գրեցի քեզ, որովհետև գիտեմ, որ կանես ասածիցս շատ ավելին։ Միաժամանակ ինձ համար էլ մնալու մի տեղ պատրաստիր, քանի որ հույս ունեմ, որ ձեր աղոթքների շնորհիվ Աստված ինձ դարձյալ կվերադարձնի ձեզ։ Ձեզ ողջունում է Եփափրասը, որ ինձ հետ բանտարկված է Քրիստոս Հիսուսի համար, ինչպես նաև Մարկոսը, Արիստարքոսը, Դեմասը և Ղուկասը, իմ գործակիցները։ Մեր Տեր Հիսուսի շնորհը ձեր հոգու հետ։